Փաստը գրում է 44-օրյա պատերազմից հետո տեղեկություններ էին շրջանառվում, որ Ռուսաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունը փակվել է, բայց թե 21 թվականին, թե 22-ին այդ տեղեկությունները պաշտոնապես հերքվեցին։ Թերթի տեղեկություններով ներկայացուցչությունն այն ժամանակ իսկապես շարունակել է գործել, բայց վերջերս այնուամենայնիվ փակվել է։ Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել Ռուսաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանից, սակայն նրա հետ որևէ կերպ կապ հաստատել չի հաջողվել։ Դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ, մինչև Արցախի ուրացումն ու հանձնումը եղել է առաջարկ ներկայացուցչության գործառույթները մասամբ փոխանցել Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը մեկ հաստիկ ավելացնելու միջոցով, բայց հիմա արդեն նույնիսկ այդ թեման է փակված։ Հրապարակը գրում է զինված ուժերի բարձրագույն ու ավագ սպայական կազմի հերթական ատեստացիայի գործընթացը պարզվում է վերահսկում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքի Ազապ Փաշին, Խաչեղբայրը։ Արմեն Ղալեչյանը, որը չի ծառայել բանակում, բայց որսորդական համազգեստով ԳՇՊ-ի կողքին նստած պատասխանատու գործառույթ է իրականացնում ու վերահսկում ատեստացիան։ Եթե անգամ չի վերահսկում, ապա ներկա է զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի գիտելիքների ստուգմանը։ Այս փաստը վրդովմունք է առաջացրել ճանապարհ անցած զինվորականները դա համարում են անարգանք իրենց նկատմամբ, քանի որ բանակի հետ կապ չունեցող մարդուն նշանակել են վերակացու։ Ղալեչյանը մինչև ՊՆ տեղափոխվել է եղել է Երևանի ավականու Իմ Քայլը խմբակցության անդամ, Պապիկյանի տարածքային կառավարման նախարար եղած ժամանակ աշխատել է նախարարությունում, որին Պապիկյանն իր հետ տարել է։ Պապիկյանը իր բազմաթիվ ընկերներին ու ազգականներին իր հետ համակարգից համակարգ է տեղափոխում, ազատվող հաստիկներին նշանակում մերձավորներին։ Ղալեչյանի անունը բազում աղմկահարույց պատմություններում է շրջանառվել մի քանի տարի առաջ Ծիրանիում ռազմորկայի էր մասնակցել իշխանափոխությունից առաջ հրապարակային ծաղրել էր Աստվածաշունչը եւ խաչը համարելով, որ խաչ համբուրելը հակահիգիենիկ է, գրում է թերթը։ Իսկ ժողովրդի աղբյուրի փոխանցմամբ ՔՊ խմբակցության падգամավոր Անդրանիկ Քոչարյանը մեկուսացել է գործընկերներից։ ԱԺ վերջին նիստի ընթացքում Քոչարյանը ներկա է եղել բացառապես քվեարկություններին ու արագ հեռացել է։ Նա անգամ խորհրդարանում չի մնացել, ԱԺ դահլիճից իր աշխատասենյակ է շտապել ու հեռացել խորհրդարանից։ Լրագրողներին վիրավորելու դեպքից հետո ՔՊ-ական падգամավորները միայն փնովել են Քոչարյանին, նախկինի պես չեն հրճվել նրա ասածներից, ինչի հետևանքով Քոչարյանը դեպրեսիայի մեջ է ընկել ու դա է պատճառը, որ այս լիագումար նիստի ժամանակ արհամարանքով է վերաբերվել բոլորին ու ցույց տվել, թե նեղ սրտած է ՔՊ-ականների վերաբերմունքից։